Տիգրան Հովհաննեսովի ողբերգական դեպքը շարունակում է բազմաթիվ հարցեր բարձրացնել հասարակության մեջ։ Երեխան առաջին անգամ կորել էր հոկտեմբերի 27-ին և միայն օրեր անց, նոյեմբերի 2-ին հայտնաբերվեց նրա դին։ Նախնական տվյալներով, ըստ ներքին գործերի նախարարի հայտարարության, երեխայի մահը բռնի եղանակով է տեղի ունեցել և այդ գործողության մեջ կասկածվում է կենսաբանական հայրը։ Սակայն հասարակությունում քննարկումները չեն դադարում։ Շատերը հետաքրքրվում են, արդյոք ընտանիքի անդամներից որևէ մեկը, այդ թվում մայրը, տեղեկացել է իրական իրավիճակին ավելի վաղ և ինչու են նրանք ահազանգել ավելի ուշ։ Տարածվել են նաև ենթադրություններ, որ մայրն էլ կարող էր ինչ-որ կերպ տեղյակ լինել կամ շփոթված իրավիճակում անհրաժեշտ քայլերը չձեռնարկել։ Պետք է ընդգծել, այս պահին նման վարկածներ դեռ չեն հաստատվել որևէ պաշտոնական մարմնի կողմից, սակայն մոր պահվածքից և նրանց գյուղացիների խոսքերից կարելի է ենթադրել, որ մոր մատնել է խառը։ Քննությունը դեռ ընթացքի մեջ է և օրինականությունը պահանջում է, որ չարվեն վերջնական եզրակացություններ, մինչև իրավապահները չհրապարակեն ապացույցներով հիմնավորված տվյալներ։ Այնուամենայնիվ, կարևոր հարցեր մնում են օդում։ Ինչու ահազանգը ոստիկանություն ուշացավ։ Արդյոք ընտանիքում եղել են նախկինում բռնության կամ լարվածության ազդակներ։ Թեև մայրը այժմ համարվում է տուժող կողմ, արդյոք իրավապահները ստուգում են նաև նրա տեղեկացվածության աստիճանը, որպեսզի բացառվի հնարավոր կոծկման կամ անգործության տարբերակը։ Ուր է տեղափոխվել մարմինը և որքան ժամանակ է այն թաքցվել։ Բացի այդ, ցավալի է հիշել, որ դեպքին ականատես եղած մեծ եղբայրն, ով ունի առողջական խնդիրներ, դառնում է այս ողբերգության երկրորդ անմեղ զոհը՝ ճակատագրի, հոգեբանական տրավմայի և հնարավոր ապագա դժվարությունների առումով։ Այս պահին պաշտոնական մարմինները հայտարարել են, որ քննարկվում են ընտանիքում մնացած երեխաների ճակատագիրը, և սոցիալական ծառայությունները ներգրավված են գործընթացում։ Դա հավաստում է, որ պետությունը չի պատրաստվում անտեսել վտանգի հնարավորությունը նաև մյուս երեխաների հանդեպ։ Այս ողբերգությունը նորից բարձրացնում է երեք առանցքային խնդիր՝ ընտանեկան բռնության վաղ կանխման և ազդակների արագ արձագանքման անհրաժեշտությունը, սոցիալական ծառայությունների հզորացման և ռիսկային ընտանիքների վերահսկման կարևորությունը, հասարակության պատասխանատվությունը նման դեպքերում զգոն լինել և չլռել։ Այս պահի դրությամբ կարող ենք միայն սպասել պաշտոնական տեղեկություններին և հուսալ, որ քննությունը կթափանցի իրավիճակի ամբողջ խորությունը բացահայտելով այն բոլոր հանգամանքները, որոնք հանգեցրել են այս սարսափելի իրադարձությանը։ Ամենակարևորը այսօր հիշել ենք, որ անգին կյանք է մարել, և մեր հասարակության պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի ոչ մի երեխա այլևս չկորցնի կյանքը անպաշտպանության, անտեսման կամ ընտանեկան բռնության արդյունքում։ Սա աղետ է ոչ միայն ընտանիքի, այլ ամբողջ հասարակության համար, սակայն նման դեպքերում մենք պետք է շատ զգույշ լինենք մեղադրական ենթադրություններով։ Սա իրավական և բարոյական առումով չափազանց զգայուն իրավիճակ է։ Այնուամենայնիվ, քանի որ հարցը վերաբերում է վարկածների քննարկմանը և հասարակական մտահոգությունների արտահայտմանը, պետք է ներկայացնենք երկար, հավասարակշռված ու զգուշավոր տեստ։ Այսօր Երևանի, Գեղարքունիքի ու ընդհանրապես Հայաստանի շատ ընտանիքներ նույն հարցն են տալիս՝ ինչպես պահել մեր երեխաներին անվտանգ, երբ վտանգը կարող է գալ այնտեղից, որտեղ նրանք պետք է լինեն առավել պաշտպանված։ Եվ սա այն ցավալի իրողությունն է, որի հետ երկիրն այսօր բախվել է։ Այս պահին վերջնական պատասխան տալ, թե ով է մեղավոր, չի կարելի, քանի դեռ քննող մարմինները չեն ավարտել իրենց աշխատանքը, և դատարանը չի կայացրել որոշում։ Օրենքով կա անմեղության կանխավարկած, նույնիսկ եթե կա նախնական կասկած, անձը համարվում է անմեղ, մինչև կապացուցվի հակառակը։ Ինչ գիտենք պաշտոնապես առայժմ։ Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ նախնական տվյալներով հայրը խեղդամահ է արել երեխային։ Հայրը տվել է նախնական ցուցմունքներ, քննությունը շարունակվում է, սոցիալական ծառայություններն ուսումնասիրում են ընտանեկան միջավայրը և մյուս երեխաների անվտանգությունը, սակայն բաց հարցեր դեռ շատ կան։ Սա եղել է միանձնյա գործողություն, թե ուրիշներն էլ են տեղեկացված եղել։ Մայրը տեղյակ է եղել, թե ոչ։ Արդյոք ընտանիքում նախկինում եղել են բռնության դեպքեր, որոնք անտեսվել են։ Պետական կառույցները կարող էին ավելի վաղ միջամտել այս ընտանիքին։
Այս պահին կարող ենք ասել միայն հետևյալը՝ քննության հիմնական կասկածյալը հայրն է, բայց մեղավորության մասին վերջնական խոսքը դատարանին է։ Ցավոք, մեղավորությունը միայն կոնկրետ անձի վրա դնելը երբեմն չի արտացոլում ամբողջ պատկերը։ Նման դեպքերը շատ հաճախ ունենում են խորքային պատճառներ՝ ընտանեկան բռնություն, հոգեկան առողջության խնդիրներ, սոցիալական անտեսում, վերահսկողության բացեր պետական համակարգում։ Այսինքն, եթե այս ողբերգությունն իրականում եղել է ընտանեկան բռնության հետևանք, ապա մենք որպես հասարակություն նույնպես պարտավոր ենք հարց տալ. ինչու այդ ազդակները չեն նկատվել և չեն կանխվել ժամանակին։